Սրբի Գալյանը չգիտեմ, տեղյակ է թե չէ, բայց ԵԽՎ-ն ունի բանաձև, տարիներ առաջ մշակած բանաձև, որտեղ չափորոշիչներ է սահմանել քաղբանտարկյալի ընդհանրապես այդ կարգավիճակի հետ կապված եւ այսօր անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքական պատճառներով հետապնդվողները ամբողջությամբ տեղավորվում են ԵԽՎ-ի այդ բանաձևով հստակ է որ քաղբանտարկյալ են։ Սրբի Գալյանը եթե ասում է որ քաղբանտարկյալ չկա, մի հատ թող քրեակատարողական վարչության պետի իր ենթակայից հարցնի 3 օտարերկրացի պատվիրակները Բաքրատ Սրբազանի հետ ԱԱԾ մեկուսարանում բա ինչի էին հանդիպում։ Ինչի էին հանդիպում։ Չեն արձանագրում միջազգային հարթակները։ Ինչ վերաբերվում է ԵԽՎ-ի վերջին բանաձևին, մեր գործընկերների շատերը շատ հստակ արձանագրել են։ Մենք այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացների դիտորդ ունենք կուրացած եվրոպական կառույցներ, որոնք ամեն ինչ անում են, ներքաշված են Հայաստանի ընտրական գործընթացներում, Թուրքիան ու Ադրբեջանն էլ վերադիր, եւ ամեն ինչ անում են, աչք են փակում բոլոր անօրինականությունների, միայն իրենց սրտի քաղաքական ուժի վերարտադրումն ապահովելու համար։ Պարոն Մանուկյան, ես ուզում եմ այսպես մի քանի արձանագրումներ անել, չսպասելով այսպես դատական վերջնական ակտերի, այսօր Արդարադատության նախարարը տարբեր հանցանքներին մեղադրեց նաև մեր հոգևոր հայրերին, կարծեմ ահաբեկչության մեջ, սովորական հանցագործներ դարձրեց այսպես ասած։ Օրինակ Բաքրատ Սրբազանի եւ 18 արդարների դատի տեսեք արդեն քանի դատական նիստ է Բաքրատ Սրբազանը ասում է քննչական կոմիտեի նախագահ Սուտասն է կամ պետք է ապացուցի որ Սրբազանի ձեռքով հեղաշրջման պլան է մշակվել կամ էլ եթե չի ապացուցում Սուտասանը ու ներողություն պետք է խնդրի։ Նույնը վերաբերում է գլխավոր դատախազին, որ ազգային ժողովը մեր գործընկեր Արթուր Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու հարցի միջնորդության ժամանակ բազմաթիվ ստեր ասել։ Բազմաթիվ ստեր քննչական ամբողջ մարմինները դարել են ստախոսության եւ նաեւ իշխանության ձեռը ռոպագանդայի գործիք։ Կհիշեք Սրբազանի ձերբակալման, մյուսների ձերբակալման ժամանակ խոսում են ինչ-որ աստղիկներ, որոնցով անիվներ են պայթելու։ Այդ աստղիկները մնացին երկնքի աստղերը պարզապես։ Նայեք, ուղղակի այլևս հոգնում ես այդ թեմայով խոսել, բայց այնքան անարժանապատիվ են, այնքան ստորացած են, այնքան ստրկացած են, այնքան տրաֆիկինգի զոհ են դարձած այդ բոլոր քննչական մարմինները, նույն շաբաթօրվա կատարվողը, երբ որ Սրբազանների դեմ հարուցվեց քրեական գործ։ Նույն Սուրեն Պապիկյանի որոշումը ամսի 6-ին գալու է հանձնաժողով անուն առանուն ասելու է մեն զինվորականներին, որոնք իրենց ուսադիրները ոտի տակ են տվել, թուլամորթները, որոնք գնդերեսներին ստիպում էին վեապարի դեմ հայտարարություններ անել։ Անուն առանուն եմ ասելու։ Անուն առանուն է, թող ամաչեն իրենց բոլոր այն նախկին գործընկեր զինվորականներից, նահատակներից թող ամանչեն։ Այսօր քահանաների, գնդերեսների բանա, ցենզուրա են իրականացնում։